Շարունակվում է տոնական weekend-ը սիրելի ընկերներ եւ այս հրաշք տեսարանի ներքո այսօր մեզ հյուր է եկել Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Ջերմուկ համայնքի մարզամշակութային կենտրոն ՀՕԱԿ-ի տնօրեն Գոռ Թադևոսյանը։ Բարի լույս։ Բարի լույս ձեզ։ Շնորհակալ ենք առավոտը մեզ հետ սկսելու համար։ Այս տոնական առավոտը մասնավորապես սկսելու նախ ուզում ենք, որպեսզի մեր հեռուստադիտողներին ներկայացնենք Ջերմուկ համայնքի մարզամշակութային կենտրոնի պատմությունը։ Վստահ ենք, որ շատ հագեցած առօրյա եւ աշխատանքային շրջաններ եք ունենում։ Մի փոքր պատմենք, ինչ գործունեություն է իրականացվում այն։ Շնորհակալություն։ Ես էլ նմանապես շատ ուրախ եմ տեսնելու։ Պատմեմ մի փոքր Ջերմուկ համայնքի մարզամշակութային կենտրոն ՀՕԱԿ-ը ոնց է ստեղծվել։ Մինչ 18 թվականը եղել են կառույցներ առանձին Ջերմուկ քաղաքում, այն վաղ համայնք չէր։ Սպորտ դպրոցներ, երիտասարդական կենտրոն առանձին, գրադարան, շախմատի դպրոց։ Եվ մինչև 18 թվականը այսպես առանձին աշխատելուց հետո առաջարկություն ստացա, որ ստեղծվի Ջերմուկ համայնքի մարզամշակութային կենտրոն ՀՕԱԿ եւ այդ ամբողջ կառույցները բոլորը համախմբվի մեկ ՀՕԱԿ-ի տակ։ Այսպես 18 թվականից մինչ օրս աշխատում եմ որպես տնօրեն։ Գործունեությունը ծավալում ենք տարբեր ոլորտների են, բնականաբար, բայց կարողանում ենք ՀՕԱԿ-ի նպատակը նաեւ որ համախմբենք, որովհետև երիտասարդները հենց սպորտի հետ կապված, երիտասարդական միջոցառումների հետ կապված, շախմատի հետ կապված ամբողջը մեկի հետ ոնց որ ավելի լավ է ստացվում աշխատել։ Այսպես ՀՕԱԿ-ի գործունեությունը ծավալում ենք եւ շատ ավելի արդյունավետ է ստացվում։ Պարոն Թադևոսյան, որոնք են մարզամշակութային կենտրոնում տեղի ունեցած այն իրադարձությունները, որոնք տեղ են գտել կենտրոնի պատմության մեջ։ Շատ լավ, ես կփորձեմ ավելի հիշարժան, այսպես են որ պատմության մեջ իրականում ձեր հարցին համահունչ որ լինի։ Բոլոր համահայկական խաղերին, միջոցառումներին, սպորտային մասնակցում ենք մեր ՀՕԱԿ-ի Ջերմուկի թիմով։ Ու եղավ այսպիսի մի պատմություն Գյումրիում երբ որ համահայկական խաղեր էր պետք է մենք ներկայանայինք ու տարբեր սպորտաձևերով պետք է ներկայանայինք եւ կար մինի ֆուտբոլ որտեղ որ մենք պետքա թիմ ունենայինք Ջերմուկի ու շատ կարճ ժամանակում թիմը ես կարողացա հավաքել Ջերմուկ համայնքից մինի ֆուտբոլ էր դե այդքան շատ զարգացած չի նոր ոնց որ նոր ենք սկսում էլի այստեղ պարապել գնացինք համահայկական խաղերի ու եղավ նենց որ պետքա մրցեինք շատ ուժեղ թիմերի հետ ֆրանսիական թիմերի ամենաուժեղ թիմերի հետ տենց էր ընկել ու անսպասելի ես էլ տղաների հետ եմ որ այդ մրցումներին մասնակցում ենք առաջի խաղը կրում ենք Ֆրանսիայի ամենաուժեղ թիմին ու բոլորը զարմանում են թե ես ոնց Ջերմուկի թիմը ու կրում է Ֆրանսիայի երկրորդը երրորդը ու այսպես մենք ոնց որ մեծ հաջողություններ գրանցելով հասանք երկրորդ տեղ։ Դա մեր համար անսպասելի էր, ինչ եմ ուզում պատմել, որ չենք պատկերացնում, որ գնում էինք մրցումների, ասենց մտածելով, որ կմասնակցենք զուտ մասնակցության մարզումների բայց ունեցանք հաղթանակներ, ու դառավ հիշարժան։ Եվ կարող եմ նշել եւս մեկ պատմություն անցած տարվա համահայկական խաղերի ձմեռային, ինչպես գիտենք, Ջերմուկում կայացավ։ Դե ձմեռային սպորտաձևերը որ պետք է մասնակցենք եւ առաջարկեցին ոնց որ նոր սպորտաձև, չգիտեմ ճիշտ ասած այս պահին ինքը սպորտաձև որպես համարվում է թե չէ, ձնեմարտի սպորտաձևը։ Ձնեմարտ։ Այո, այսպեսի ու ձնագնդիկներով իրար հետ։ Ինքը շատ հետաքրքիր սպորտաձև է ճիշտ ասած։ Նոր հոբի արդեն ունի մի կան, որոշել է զբաղվել ձնեմարտով։ Մեր համար էլ էր նորություն ու էլի շատ կարճ ժամանակում պետքա թիմ հավաքեինք, ասենց ոնց որ ներկայացրեցին, թե ինչ տիպի մրցումներ ա լինելու ձնեմարտի հետ կապված։ Համահայկական խաղերի մասնակցում են, գիտեք, տարբեր երկրներից, իրանք պատրաստված, այդ թիմերը շատ ավելի երկար պատրաստված, այսինքն ունեին կայուն թիմեր, ու եկել են որպեսզի մրցումները հաղթող ճանաչվեն բոլորը։
Էլի այսպես մեր ջերմուկի թիմը 1-2 օրվա ընթացքում պատրաստվելով Իսկ նախորդ թիմի ֆուտբոլիստներից մինի ֆուտբոլի մասնակիցներ կային։ Բոքին է եղել Ես հաղթական։ առաջարկում եմ Մանե ջան, շատ Հայաստանի հավաքականի կազմում։ Շատ ճիշտ եք նշում, որ իրականում այդ ֆուտբոլի խաղացողների տղաներից երևի 4-ը խաղում էին ձնեմարտի թիմի մեջ։ Ու շատ լավ ստացվեց։ Էլի երկրորդ տեղ գրավեցինք, այսինքն կարելի էր առաջի տեղ համարել, որովհետև այնտեղ մի թեթև ինչ որ բան եղավ, ոնց որ մենք էլ զիջեցինք մեր հույլերին, Պարսկաստանի թիմը եղավ առաջի տեղ, տենց ստացվեց, բայց մեր համար դա մեծ գրանցում էր։ Իսկապես հիանալի է, փաստորեն ոգին հաղթական է ջերմուկում, երբ խոսում ենք մարզամշակութային այս բոլոր ոլորտներից, առաջիկայում ինչ նորություններ կլինեն, սպասվում են համագործակցություններ մարզական կամ մշակութային այլ կառույցների հետ։ Մանե ջան, ասեմ ձեզ, որ միշտ ենք մենք համագործակցության շրջանակներում միշտ փորձում ենք տարբեր ունենք նաև քույր քաղաքներ, որոնց հետ եւ on-line մրցաշարեր են կազմակերպում, օրինակ շախմատի մրցաշարեր են կազմակերպում Արխանգելսկի հետ, Ղազախստանի հետ, եւ մշակույթի առումով եւ սպորտային միջոցառումները միշտ համագործակցում ենք տարբեր թիմերի, տարբեր կազմակերպությունների հետ ու փորձում ենք որ անենք ամեն ինչ, որպեսզի ել ավելի առաջընթաց ունենանք, հա, համագործակցության շրջանակներում շատ կարեւոր է, որ նոր ծանոթություններ, հա, նոր խաղեր, նոր միջոցառումներ, նոր մշակութային կապեր, այո, այսպես։ Հագեցած է ձեզ մոտ աշխատանքային շրջանը։ Դե ոնց որ ասում են չմոռանանք ինչի համար ենք հավաքվել եւ անդրադառնանք ֆեստիվալ 2026-ին, հետաքրքիր է իմանալ ինչպես ձեռք բերվեց համաձայնությունը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, հանրային հեռուստաընկերության եւ Ջերմուկի համայնքապետարանի հետ։ Արդեն ինչ ես աշխատում եմ որպես մարզամշակութային կենտրոն հողակի տնօրեն, իմ հիշողության մեջ 4-5 մեծ միջոցառումներ ա եղել Ջերմուկում, կազմակերպչական շատ հարցեր դրված է լինում ին վրա։ Համայնքի կողմից կազմակերպել ենք Ծիրանի փառատոն էլի մեծ միջոցառում, հետո դրանից հետո ջերմամանորն էր Ջերմուկում, հետո համահայկական խաղերը ձմեռային, երբ որ իմացանք, որ պետք է լինի ֆեստիվալը Ջերմուկում, շատ ավելի մեզ համար ուրախալի եւ ասենց ոնց ասեմ, ավելի ասենց պատվավոր, հա, ոնց որ առաջարկություն եղավ, դե բնականաբար Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ-ի կողմից հանրային հեռուստատեսության ընկերության կողմից մեդիա, հա, առումով, այսպես ասեմ, իսկ մնացած կազմակերպչական եւ քաղաքի հետ կապված միջոցառման ինչ որ պետք է որ մենք կարողանանք կազմակերպել, փորձում ենք համայնքապետարանի կողմից իհարկե եւ մեծ դեր ունի մարզպետարանը այստեղ, մարզպետի գործոնը շատ կարեւոր է, որովհետեւ ցանկացած հարցում միշտ մեր կողքն է, միշտ աջակցում է, ասենց ասեմ, որ ոչ մի հարց թերի չմնա։ Այո։ Իդեալական պետք է լինի ամեն ինչ։ Ու փորձում ենք այդպես աշխատենք, անենք ոնց հարկն է։ Մեր հեռուստադիտողները իսկապես մասնակցելով նախորդ տարիների ֆեստիվալներին իդեալական հիանալի հիշողություններով լիորեն անցկացնում ֆեստիվալի ընթացքում, այցելելով այս կամ այն քաղաքը, բայց շատ հաճախ չեն պատկերացնում, թե ինչպիսի ահռելի աշխատանք է նախորդող օրերի, շաբաթների ընթացքում տեղի ունենում եւ այս անգամ ինչ մարտահրավերների առաջ եք կանգնել եւ հաղթահարվել են դրանք, որոնք գուցե կխոչընդոտեին, եթե չհաղթահարվեին Ջերմուկի առաջին ձմեռային ֆեստիվալին։ Միանշանակ ճիշտ եք ասում, շատ մեծ աշխատանք է տարվում ու այն որ ցենց կողքից միգուցե չի երևում, հա, չեն մարդիկ կարողա չնկատեն, ցենց մեկ էլ ու եղավ ֆեստիվալ, ինչ լավ է, այդ ամենալավը վայելելու պահն է, բայց մինչ ֆեստիվալը սկսելը շատ մեծ աշխատանքներ է կատարվում կազմակերպչական առումով նաև մեզ համար որպես մարտահրավերներ ճիշտ ասած արդեն ոնց որ պատրաստ ենք սովոր ենք այդ մարտահրավերներին բնականաբար քաղաքի հետ կապված ինչ կա անելիք, այսինքն անվտանգության առումով օրինակ, հա, պետք է կազմակերպել ճիշտ ոստիկանության հետ համագործակցել,
այն-ի հետ համագործակցել շտաբ օգնության հետ ամենակարևորն է դա մեր համար, ոնց որ sense առաջին թիրախայինը դրված է դրա վրա։ Մնացած այն բեմի հետ կապված մշակույթի երկչախումբ, օրինակ, հա, բարի երկչախմբի կազմակերպչական հարցեր ա լինում, որ պատրաստվում ենք այսպես ինչ որ լինում է, փորձում ենք որ այդ մարտահրավերները հաղթահարելով անցնենք առաջ, Շատ լավ։ որպեսզի ստացվի մեր վայելենք ուզած այսօրը։ այդ լավ ֆեստիվալը եւ վայելենք։ Պարոն Թադևոսյան, ինչ ակնկալիքներ ունեք այս տարվա ֆեստիվալից եւ որքանով այս ֆեստիվալը կփոխի համայնքի մշակութային կյանքը։ Մի քանի կետով կարող եմ նշել, հա, ակնկալիքների հետ կա։ Առաջինը կարծում եմ հենց ամենակարևորը մշակույթի հետ կապված է։ Ֆեստիվալի մեծ փառատոնից իհարկե մշակութային կյանքում բնականաբար փոփոխություններ կլինեն։ Երկրորդը ես կնշեմ զբոսաշրջության մասով, որովհետև մեր քաղաքը առողջարանային քաղաք է։ Նաև այս օրերին շատ լավ էր, որ ամբողջ քաղաքը մարդկանցով լեցուն է, հա, զբոսաշրջիկների եւ առողջացող մարդկանց համար, ովքեր որ եկել են առողջանալու, հանգստանալու համար, կնպաստի բնականաբար, որ փառատոնից հետո էլ ավելի, հա, ոնց որ կհետաքրքրվի, ջերմուկը ավելի ներկայանալի կլինի, կտեսնեն, կխոսեն մյուս ընկերներին եւ այլն եւ այլն։ Կարծում եմ, որ դա էլ մեծ դեր ունի, հա, փառատոնը դրա հետ կապված։ Եվ որպես մեր զրույցի ամփոփում արդեն 2026 թվականն է, ինչ կմաղթեք մեր հայրենակիցներին եւ ամբողջ աշխարհում մեր հեռուստադիտողներին 2026 թվականի ամանորի եւ Սուրբ Ծննդյան կապակցությամբ։ Առողջության, հա, խաղաղության եւ համախմբվածության տալի թող լինի։ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք պարոն Թադևոսյան, որ ժամանակ գտաք այս տոնական օրը մեզ հետ կիսելու եւ սկսելու համար։ Եվ ձեր ժամանակից էլ ավելի ինչ ենք խլի, որպեսզի դուք շարունակեք, քանի որ աշխատանքները դեռ եռում են ջերմուկում սիրելի հեռուստադիտողներ, մնում է միայն ասել եկեք ձմեռային առաջին ֆեստիվալին, եկեք ջերմուկ։